Ադրբեջանը շարունակում է խորացնել միջազգային կապերն ու զանազան հարթակներում ակտիվությունը։ Բաքվում մեկնարկել է էներգետիկ ֆորումը։ Այն էներգետիկ շաբաթվա մի մասն է, որն անցկացվում է արդեն 30 տարի։ Այս տարվա ֆորումի ծրագրում ընդգրկված է ավելի քան 70 զեկույց։ Ֆորումին մասնակցում էին տարբեր պետություններ եւ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Օրինակ British Petroleum-ի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ մինչև 2030 թվական շահագործման կհանձնվի Կասպից ծովում իրենց կողմից կառուցվող 2.9 միլիարդ դոլարանոց էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտը։ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Սամիր Մամեդովը հայտարարեց, որ հնարավորություն կա Սևծովյան տարածաշրջանի հետ ենթակառուցվածքների կապ ստեղծել, իսկ էներգետիկայի փոխնախարարը մանրամասնեց էներգիայի այլ աղբյուրների զարգացման ծրագրերը։ Վերջին տարիներին մենք ներդրում ենք կատարել նաև կանաչ էներգիայի ոլորտում։ Այժմ մենք մեկնարկում ենք Կենտրոնական Ասիան, Կասպից ծովի եւ Սևծովյան տարածաշրջանները Եվրոպային կապող 4 միջկապային նախագծեր։ Ադրբեջանը նախատեսում է մինչև 2035 թվականը օգտագործել ավելի քան 6 գիգավատ կանաչ էներգիա եւ արտանել դրանից 4 գիգավատը։ Ադրբեջանի հետ համատեղ իրականացվող կանաչ էներգիայի նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար, հայտարարեց Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Վախթանգ Ցինցաձեն։ Այս նախագիծը, որը մենք համատեղ իրականացնում ենք Ադրբեջանի հետ, նոր կամուրջ կլինի մաքուր եւ վերականգնվող էներգիայի դեպի Եվրամիություն հոսքի համար։ Ծրագիրը նախատեսված է ոչ միայն տարանցման, այլև էներգիայի արտահանման նոր փուլի եւ օգտակար է բոլոր կողմերի համար։ Ընդ որում այն պետության հետ, որի հարստությունը ձևավորվել է չվերականգնվող եւ բնությանը վնասող ռեսուրսների իրացմամբ։ Ցինցաձեն նաեւ ընդգծեց, որ այս համագործակցությունը կխորացնի տարածաշրջանի երկրների էներգետիկ հարաբերությունները Եվրամիության հետ։ Ֆորումին զեկույցներ էին ուղարկել նաեւ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Թայիպ Էրդողանը։ Էրդողանի ուղերձը Բաքու էր բերել Թուրքիայի էներգետիկ եւ բնական ռեսուրսների նախարար Արփասլան Բայրակթարը։ Ուղերձում մասնավորապես ասվում է բնական գազի ոլորտում Ադրբեջանի հետ նոր նախագծերի մեծ ներուժ կա, որն ըստ Էրդողանի կնպաստի ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլև տարածաշրջանի եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։ Իսկ Թրամփի սուրհանդակն էր Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության գլխավոր խորհրդականը։ Նա եկել էր նախագահի անունից ասելու, որ վերջին 30 տարիներին Ադրբեջանն աչքի է ընկել տարածաշրջանի էներգետիկ ոլորտում առաջատարությամբ եւ գլոբալ էներգետիկ անվտանգության հանդեպ հավատարմությամբ։ Թրամփը, որ նախընտրական շրջանում մեղադրում էր Ադրբեջանին հայերի էթնիկ զտման համար, նաեւ հայտնել է ակնկալիքները հետագա համագործակցությունից։ Դիանա Կարապետյան, Սիմոն Հովհաննիսյան, Reopen Media։